Հանրային ռադիոյի եթերում վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիոլսողներ եւ Հանրային ռադիոյի Facebook-յան էջում այս պահին մեզ դիտողներ։ Այսօր խոսելու ենք համայնքները զարգացնող եւ ակտիվացնող արվեստի նախաձեռնությունների, արվեստի միջազգային համագործակցությունների մասին, իսկ իմ հյուրը, իմ զրուցակիցը արվեստագետ, համադրող արտ-մենեջեր Լիլիթ Ստեփանյանն է։ Ողջույն Լիլիթ, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ողջույն Նազելի ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Գիտեմ, որ մի շարք արվեստի ռեզիդենցիաներ եք հիմնել Հայաստանում, տարբեր մարզերում եւ նաեւ գիտեմ, որ նմանատիպ նախաձեռնությունները աշխարհում շատ են։ Ձեր կարծիքով ինչու են դրանք կարեւոր եւ ինչ են փոխում կամ ավելացնում արվեստի միջավայրում։ Շնորհակալ եմ նորից հրավերի համար։ Մենք մեր կազմակերպությունը կոչվում է Today Art Initiative, այն հիմնադրվել է 2014 թվականին, ես համահիմնադիրն եմ կազմակերպության եւ մենք կազմակերպությունը հիմնադրեցինք, որպեսզի զարգացնենք ժամանակակից արվեստի պրակտիկաները եւ նաեւ միջմշակութային փոխանակումները, ինչպես նաեւ միջազգային արվեստագետների հետ կապը եւ հայկական արվեստի հանրայնացումը եւ ինչպես նաեւ միջազգայնացումը։ Եվ այդ կոնտեքստում մենք սկսել ենք հենց ռեզիդենցիոն ծրագրերից, որոնք հենց 2014 թվականից իրականացնում ենք Հայաստանում, մասնավորապես Երևանում, եւ Երևանում ունեցել ենք բազմաթիվ ծրագրեր, նախագծեր, հյուրընկալել ենք արվեստագետներ Ամերիկայից, Ասիայից, Հոնկոնգից, եվրոպական տարբեր երկրներից եւ այդ արվեստագետները գալով Հայաստան բերել են իրենց փորձը եւ տարածել են նաեւ հայ արվեստագետների եւ համայնքների վրա եւ երբ իրականացնում ենք նախագծերը Երևանում, ես հասկացա, որ Երևանում շատ են նմանատիպ նախագծերը կամ թեկուզ շատ չեն, բայց իրականանում են նման նախագծեր Եվ քանի որ համայնքներում տիրում է շատ պասիվ մշակութային եւ արվեստային առումով վիճակ, 2019 թվականին մենք որոշեցինք հանդես գալ մի նախագծով, որը կոչվում է գյուղական արվեստի ռեզիդենցիա, եւ մշակույթի նախարարության աջակցությամբ մենք տեղափոխվեցինք եւ սկսեցինք այդ շարժունակության ռեզիդենցիոն ծրագիրը գյուղերում, մարզերում Եվ առաջին նախագիծը իրականացավ Թալին քաղաքում, որտեղ մենք հյուրընկալեցինք արվեստագետներին Պորտուգալիայից, Շվեդիայից եւ Անգլիայից, ովքեր եկան եւ աշխատեցին համայնքի հետ, որը շատ կարեւոր կետ է ինձ համար, որպեսզի արվեստագետը կարողանա երկխոսության մեջ մտնել համայնքի հետ եւ իրականացնել մասնակցային եւ ինտերակտիվ արվեստի պրակտիկա եւ նաեւ աշխատարաններ եւ այնուհետեւ տեղափոխվեցինք Բյուրական գյուղ, որտեղ նույնպես կարևորում էինք շփումը արվեստագետի եւ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այնուհետեւ ցավոք սրտի COVID-ի եւ պատերազմի պատճառով նախագիծը չշարունակվեց, բայց մենք շարունակում ենք նաեւ հիմա եւ ես կպատմեմ նաեւ մյուս նախագծերի մասին։ Լիլիթ, շատ հետաքրքիր է թե ինչ է իրենից ներկայացնում արվեստի ռեզիդենցիան, որտեղ շատերը կան, որ չեն հասկանում թե դա ինչ է իրենից ներկայացնում։ Կուզեինք մի փոքր բացեինք, ինչ եք դուք այնտեղ անում, ինչ է այն իրենից ներկայացնում։ Այն իրենից ներկայացնում է արվեստային փոխանակում, երբ միջազգային արվեստագետները տվյալ դեպքում գալիս են Հայաստան եւ իրենց առաջարկն են ներկայացնում մեզ, արվեստային առաջարկը, դա տեղի է ունենում բաց սայթի միջոցով, բաց կանչի միջոցով։ Մենք հայտարարում ենք նոր կանչ, որտեղ արվեստագետները կարող են դիմել եւ ներկայացնել իրենց առաջարկը, ինչպես ասացի, իսկ առաջարկը պետք է կապված լինի տեղի հետ, այսինքն այդ համայնքի հետ, այդ գյուղի հետ եւ կամ ունենա սոցիալական, միգուցե քաղաքական եւ մշակութային, տնտեսական ինչ որ ներդրում ունենա եւ հիմա դուք կարող եք ասել թե օրինակ Թալինում ինչպիսի ներդրումներ են եղել։ Օրինակ Թալինում շատ հետաքրքիր էր, որովհետև Թալինը բավականին ավանդույթներով հագեցած քաղաք է եւ այնտեղ շատ են միգուցե մշակութային ակտիվությունները, կամ մշակույթի տուն, արվեստի դպրոց եւ այլն, բայց ժամանակակից արվեստի հետ կապ եւ առնչություն գրեթե չկա եւ այնտեղ մենք արվեստագետներին հորդորեցինք, խնդրեցինք եւ նաեւ պահանջեցինք, որպեսզի նրանք
գտնեն մի ձև, կապ եւ միջոց առնչվելու եւ կոմունիկացվելու համայնքի ներկայացուցիչների հետ։ Այսինքն նրանք անում էին հետաքրքիր աշխատարաններ, որոնք մասնակցային էին եւ հատկապես մեր շեշտադրումը եղել է նաեւ կին կանանց հետ կապը ստեղծել, որպեսզի նրանք նույնպես մասնակցեն եւ կտրվեն թեկուզ կենցաղից ժամանակատվոցով կտրվեն իրենց կենցաղից եւ մասնակցեն ու հասկանան նաև իրենց իրավունքների մասին, իրենց ժամանցի իրավունքի մասին, իրենց էկոլոգիական նաև իրավունքի մասին եւ այդ խնդիրների մասին արվեստագետի միջազգային այդ փոխանակման միջոցով իրենք փորձեն կրթվել, կրթական իմաստ ունի տվյալ դեպքում։ Իսկ ինչ որ հաջողություններ ունեցաք, ինչ փուլում է հիմա գտնվում։ Հիմա շատ հետաքրքիր փուլում է գտնվում, որովհետև դա առաջին փորձն էր, ճիշտ է, երբեմն եղան փոքրիկ խոչընդոտներ, որովհետև դժվար է համայնքի ներկայացուցիչներին բացատրել եւ ներկայացնել ժամանակակից արվեստը, որովհետև նրանք շատ հաճախ, օրինակ Թալինում, երբ ունեցանք ցուցադրություն ռեզիդենցիայի ավարտին, մենք ներկայացրել էինք ժամանակակից արվեստի օբյեկտներ, իսկ համայնքի ներկայացուցիչները եկել էին ցուցահանդես եւ սպասում էին տեսնել ավանդական արվեստ եւ ավանդական նկարչություն եւ նման եւ դա արդեն առաջին քայլն էր, երբ նրանք սկսեցին հասկանալ ինչ է ժամանակակից արվեստը, խնդրայնացվեց այդ հարցերը, հարցադրումներ եղան եւ այդ հարցադրումները արդեն ինձ համար մեծ ներդրում էր, երբ համայնքի ներկայացուցիչները հարցնում էին թե սա արվեստ է, ինչ է սա եւ արվեստագետների հետ այդ անգլերեն կոմունիկացիան նաեւ լեզվի խնդիրը եւ այլն նրանց օգնեց որոշակի առումով առաջ շարժվել եւ հիմա մենք այս պահին ունենք մի նոր նախագիծ Թալին քաղաքում հենց դա Oasis կոչվող նախագիծն է, որի օգնությամբ եւ շնորհիվ մենք բացեցինք բաց արվեստի տարածք Թալին քաղաքում եւ այդ տարածքը ուրեմն եվրոպական ցանցի մաս է եւ այն 13 տարածքներից մեկն է Եվրոպայում գտնվող եւ որը եւ տարածքները գտնվում են Oasis Վարշավայում, Oasis Բրյուսելում, հետաքրքիր է։ Այնտեղ նույնպես համայնքների միջավայրում է, թե կար նաեւ քաղաքային միջավայրում է Oasis-ները, թե ոչ։ Չէ, յուրաքանչյուրը սկզբունքը ինչպես է Oasis-ի։ Oasis-ի սկզբունքը ընդհանրապես այդ հապավումը բացվում է Open Art Spaces in Synergies, այսինքն բաց տարածքներ համագործակցության մեջ, այսինքն մենք ուղղակի կապված ենք իրար հետ որպես network, որպես ցանց եւ փորձում ենք հյուրընկալել ցանցի արվեստագետների, այդ երկրների արվեստագետներին Հայաստանում եւ Հայաստանից ուղարկել նաեւ արվեստագետներ տարբեր օազիսներում կատարելու իրենց ռեզիդենցիոն ծրագրերը եւ նրանք յուրաքանչյուրը ունի իր տարածքը եւ յուրաքանչյուրը աշխատում է իր համայնքի կարիքների հիման վրա, այսինքն նրանք ունեն իրենց ծրագրերը, իրենց ստրատեգիաները, սակայն կապող բանը այն է, որ արվեստագետներին մենք շրջանառում ենք իրար միջև այդ օազիսներին։ Լիլիթ, իսկ ինչպես է կանում, որ օրինակ միջազգային այդ կազմակերպությունները, որոնք ունեն իրենց ստրատեգիաները, ինչպես դուք եք ասում, համապատասխանեն, այսպես ասած, մեր ստրատեգիաներին եւ մեր միջավայրին։ Ստրատեգիաների համապատասխանեցման խնդիր չկա տվյալ դեպքում, քանի որ մենք անցկացրեցինք Oasis-ում Թալինի հենց կարիքների գնահատման հետազոտական ինչ-որ փուլ եւ հյուրերը մեր, ովքեր որ նախաձեռնողն են այդ նախագծի, նրանք եկան Թալին եւ կատարեցին այդ հետազոտությունը, համատեղ կատարեցինք եւ երբ մենք հարցաթերթիկների եւ հետազոտության ընթացքում հասկացանք նրանց կարիքները, այսինքն մենք հիմա լոկալիզացրեցինք խնդիրը եւ հենց Թալինի խնդիրների հետ ենք աշխատում եւ դրանք կապ չունեն իրար հետ, այսինքն այդ օազիսները զուտ յուրաքանչյուրը իր տարածքին համապատասխան է աշխատում։ Այսինքն առանձնահատկությունը հաշվի առնվում ամեն դեպքում։ Առանձնահատկությունը հաշվի առնվում, օրինակ Ֆրանսիայում ունենք գործընկեր, որը ունի մի տարածք եւ նա դա եղել է ավտոտնակ, որ վերածվել է արվեստի կենտրոնի եւ այդ ավտոտնակը այժմ հյուրընկալում է ժամանակակից արվեստագետների եւ ժամանակակից արվեստագետները նաեւ վերափոխում են տարածքը եւ տարածքի ֆունկցիոնալությունը տեղի համադրողները եւ կուրատորները համապատասխանեցնում են իրենց
կարիքներին։ Հետաքրքիր է այդ ավտոտնակի ներսում ինչ է հնարավոր անել եւ ինչ է հնարավոր բերել, թե դա այլևս էականներ չէ։ Ավտոտնակը իրենց պետության շնորհիվ վերածվել է հիմա մեծ տարածքի, քանի որ պետությունը նրանց տրամադրեց նաև լքված որոշ ֆաբրիկաներ եւ շենքեր, որոնք լքված են եւ չէին ծառայում նպատակին, եւ պետությունը փաստորեն աջակցեց եւ նրանք ունեն հիմա ավտոտնակը վերածվել է մեծ տարածքի ժամանակակից արվեստի եւ յուրաքանչյուրը ունի իր ֆունկցիոնալությունը, ինչպես ասած, այսինքն մեկը ծառայում է որպես գալերիա, մյուսը ծառայում է որպես աշխատարանների վայր եւ այժմ տնակից վերածվել է հսկա ժամանակակից արվեստի կենտրոնի եւ թերևս մենք նույնպես ցանկանում ենք նման կերպ ինչ որ Լիլիթ նայեք, օրինակ մենք խնդիր ունենք մեր համայնքային կյանքը ակտիվացնելու, ընդհանրապես արվեստը բերելու, մարզեր, համայնքներ եւ այլն, պես լքված տարածքներ, որովհետեւ մեծ հաշվով մարզային միջավայրում արվեստի այդպես ակտիվ նախաձեռնությունները շատ հազվադեպ են լինում, իսկ ասենք դրսում ինչպես է, իրենք նույնպես նման խնդիր են իրենց առաջ դնում ակտիվացնելու իրենց համայնքները, թե այնտեղ արդեն ակտիվ վիճակ է եւ այնտեղ խնդիրները լրիվ այլ են, ինչ խնդիրներ են իրենք դնում իրենց առաջ։ Իրենք ունեն իրենց գործընկերները նկատի ունեմ։ Դե քանի որ դա եվրոպական ուրեմն համագործակցություն է, Եվրոպայում խնդիրները այլ են։ Այնտեղ կա միգրացիայի խնդիր, այսինքն միգրանտների քանակի ավելացում եւ տնտեսական խնդիրները, տվյալ դեպքում նաև խաղաղության խնդիր ունեն, այսինքն կոնֆլիկտի այդ լուծման հետ կապված արվեստի նախագծեր են իրականացնում եւ ուրեմն այս կոնտեքստում նրանք փորձում են աշխատել իրենց խնդիրների հետ, իսկ մեզ մոտ կան այլ խնդիրներ, որոնք ես առաջ եմ քաշում մեր թիմի հետ եւ մենք արդեն փորձում ենք մեր խնդիրների մասին խոսել, որոնք ավելի շատ են եւ թերևս նման չեն, միգուցե միայն խաղաղությանը, բայց խաղաղության թեման է արդի իհարկե։ Լիլիթ, որքան ժամանակ է որ այս գործունեության մեջ եք արվեստի մենեջմենտի եւ արդյոք հնարավոր է ընդհանրապես այն խնդիրները, որի մասին քիչ առաջ խոսում էինք, բարձրաձայնում էինք եւ մենք էլ ունենք շատ բազմաթիվ խնդիրներ սոցիալական, քաղաքական, էկոլոգիական եւ այլն։ Արդյոք հնարավոր է արվեստի միջոցով այդ խնդիրները բարձրաձայնել եւ դրանց կարևորությունը ցույց տալ հանրության շրջանում, ընդհանրապես կարևորել այդ խնդիրները։ Իհարկե, հենց ժամանակակից արվեստի խնդիրն է, գործառույթն է խոսել սոցիալական, քաղաքական, տնտեսական եւ նման ուրեմն խնդիրների մասին եւ հենց այդ արվեստի առաջարկները, որոնք ներկայացվում են, մենք հաստատում ենք կապված նրա հետ, թե որքանով է դա առնչվում եւ որքանով կարող է իսկապես բարձրաձայնել խնդիրը, որքանով կարող է ընդգծել խնդիրը եւ ինչպիսի լուծումներ կարող է նաեւ առաջարկել։ Դրա համար մենք ներառում ենք մասնակիցներին, համայնքի ներկայացուցիչներին, որոնք կգան եւ երբեմն նաեւ ոչ ուղիղ միջամտությամբ, բայց ենթագիտակցորեն մասնակցելով այդ արվեստի գործի ստեղծմանը, նրանք փաստորեն հասկանում են նախ խնդրի էությունը, սկսում են մտածել այդ խնդրի մասին եւ այնուհետեւ նաեւ լուծումներ գտնել եւ փորձել նաեւ, այսինքն ռեզիդենցիան ծրագիրը երբ ավարտվում է, համայնքի ներկայացուցիչները իրենք փորձում են իրենցով մտածել այդ խնդիրների մասին եւ լուծումներ գտնել։ Խնդիրն այն է նաեւ, որ օրինակ այդ մարդիկ, եթե առաջին անգամ են ծանոթանում ժամանակակից արվեստին, այդտեղ նույնպես կա վստահության պակաս, չէ՞, այսինքն լեզուն, մոտեցումը, թե ինչ միջոցով են բարձրաձայնում իրենց խնդիրների մասին։ Սովորաբար խնդիրները սովոր ենք այսպես լուծում տալ կամ համայնքի որևէ ներկայացուցչի կամ քաղաքական ճանապարհներով եւ այլն, բայց ոչ արվեստի ճանապարհով։ Հիմա դա նույնպես մեզանում ինչ որ մի նոր բան է, չէ՞, արվեստի միջոցով ճանաչել դրանք։ Այո, եւ քանի որ չեմ հիշում որտեղից եմ հիշում, որ ասել էին, որ կա ուրեմն, այսինքն ժամանակակից արվեստը գրեթե լուծում է այն խնդիրը, որը
փորձում են լուծել լավ քաղաքական գործիչներ, այսինքն համայնքը փոխել դեպի լավը եւ փորձել կյանքը դարձնել ավելի լավ, բարձ ասված։ Եկեք խոսենք այդ միջմշակութային երկխոսություն ստեղծելու, կամուրջներ ստեղծելու, նաև գաղափարի մասին, քանի որ այդ ծրագրերը իրենք ունեն բազմաթիվ այդպիսի ենթածրագրեր եւ նախաձեռնություններ, նաև դրսի հետ կապված ու նաև մեր արվեստագետների դրսի ռեզիդենցիաներում այդպես նաև ակտիվորեն դրսևորվելու մասին, ինչ ծրագրեր ունեք։ Օրինակ խոսելով խնդիրների մասին, մենք հիմա փորձում ենք Հայաստան բերել ժամանակակից արվեստի մի քանի այլ ուրեմն հետաքրքիր ճյուղեր, որոնցից մեկը բիոարտն է եւ աշխատելու ենք կենդանի օրգանիզմների հետ եւ ուսումնասիրելու ենք լոռու կենսաբազմազանությունը։ Հետաքրքիր է։ Եվ հիմա մենք օգոստոսին ունենք ինչ բուսական, կենդանական, հա, այդպես ինչ բուսական եւ կենդանական աշխարհ կա, ինչ որոնք են դրանց սպეციფიկաները, ինչ նշանակություն նրանք ունեն, ինչպես են ազդում միջավայրի վրա, մարդկության, առողջության եւ կենսակերպի վրա։ Հետաքրքիր է, որ դա էլ է արվեստի խնդիր դառնում։ Էկոլոգիական խնդիր է։ Այո։ Եվ հիմա գիտությունը էկոլոգիայի խնդիրն է։ Գիտության եւ էկոլոգիայի կապն է լինելու, այսինքն դա հետազոտական կրկին եւ արվեստային պրակտիկաների համադրում է եւ ունեցել ենք կոչվում է ազատ ռադիկալներ, այդ նախագիծը նույնպես համագործակցություն է միջազգային գործընկերների հետ, որտեղ ես կրկին ամեն ջանք գործադրել եմ, որ Հայաստանը միանա եւ կրթական առումով, որպեսզի մենք նույնպես ուսումնասիրենք այդ միջազգային փորձը եւ տեսնենք թե ինչպես են զարգացած երկրներում կիրառում բիոարտի պրակտիկաները եւ ինչպես է դա այնուհետեւ անդրադառնում համայնքի վրա եւ այդ նախագծի շրջանակներում մենք արել ենք հրավիրել ենք արվեստագետների, ովքեր եւ այդ նախագիծը Լոռում, Ստեփանավանում գտնվող վերացող եւ անհետացող բուսականության մասին է, այսինքն ընդունել ենք հայտեր, որտեղ արվեստագետները միջազգային ներկայացրել են առաջարկներ, թե ինչպես կարող են ուսումնասիրել եւ գտնել այդ բույսերը, որքանով են դրանք կարեւոր եւ որքանով են դրանց վերացումը փաստորեն սպառնում կենսակերպին մարդկանց։ Եվ այդ բաց հայտի ժամանակ մենք ունեցել ենք, ես ուրախությամբ ուզում եմ ասել, որ բաց հայտին դիմել են մոտ 150 արվեստագետ միջազգային Հայաստան գալու համար, Ստեփանավան։ Եվ այդ 150 արվեստագետներից մենք ընտրել ենք միայն 6-ին, շատ դժվար ընտրությամբ, եւ հիմա օգոստոսին նրանք գալու են Հայաստան եւ 15 օր ապրելու են Ստեփանավանում, աշխատելու են համայնքի հետ, համագործակցելու ենք Ստեփան Շահումյանի անվան թանգարանի հետ եւ ուրեմն վերջում կունենանք նաեւ բաց արվեստանոցներ, կցուցադրենք աշխատանքների process-ը Եվ 2026 թվականին արդեն վերջնական այդ պրոդուկցիան կներկայացնենք Լիսաբոնում տեղի ունեցող ցուցահանդեսում, որտեղ արդեն այդ բոլոր երկրների ներկայացուցիչները կբերեն իրենց աշխատանքները եւ կցուցադրեն եւ խնդիրները կընդգծվեն։ Շատ լավ։ Իսկ ինչպես է ընտրում մասնակիցներին 150 մարդ դիմել է, դա քիչ չէ եւ դրանց միջից պիտի Փաստորեն ընտրություն արվի։ Կա ինչ-որ սկզբունքներ ընտրության արվեստագետների։ Հիմնականում արվեստագետների ընտրությունը կապված է առաջարկի հետ, այսինքն որքանով է առաջարկը կապված մեր նախագծի հետ, որքանով է նրանք աշխատելու բուսականության հետ, ինչ կապ ունի դա գիտության եւ հետ կապը, նաեւ գիտական կապը բուսականության հետ, ինչ հետազոտության սխեմա է առաջարկված եւ արվեստագետի իհարկե որակներն ենք մենք ուսումնասիրել, թե նրանք ինչպիսի պորտֆոլիոներ էին ներկայացրել դրա հիման վրա հիմնականում։ Իսկ ինչի են իրենք ուզում Հայաստան գալ։ Իրենց մոտիվացիան հետաքրքիր է որն է։ Իրենց համար Հայաստանը էկզոտիկ երկիր է կարելի ասել, այսինքն Եվրոպայի մաս չէ եւ շատերի համար նորություն է Հայաստանը, Լոռին, գյուղական համայնքներում իրենք ունեն շատ բացահայտումներ անելու կարդալով այդ առաջարկները։ Ես հասկանում եմ, որ իրենց համար դա բոլորովին այլ եւ նոր տարածք է, որտեղ նրանք
շատ անելիք եւ ասելիք ունեն եւ նաեւ ուզում են հաղորդակցվել լոկալ։ Լիլիթ, իսկ մեր համայնքները բաց են նման նախաձեռնությունների համար, շատ կարևոր է, որպեսզի այնտեղ մեր գյուղացիները, համայնքի ներկայացուցիչները ուղղակի հյուրընկալ լինեն, բաց լինեն, ակտիվ լինեն։ Այդքան բաց չեն սկզբում, այսինքն մենք ահագին մեծ աշխատանք ենք տանում համայնքի ներկայացուցիչներին ներգրավելու համար։ Սկսած ինդիվիդուալ զրույցներից եւ վերջացրած մշակույթի տան եւ այլ կառույցներին ներգրավելով եւ ուրեմն նրանց հետ աշխատանք տանելով, այսինքն սկիզբը շատ դժվար է, հանդիպում ենք շատ խոչընդոտների հաճախ, նաեւ աշխատանք է տարվում եւ սկզբում շատ пассив են լինում, հետո երբ տեսնում են ակտիվություն, երբ տեսնում են, որ դա իրոք հետաքրքիր բան է եւ այդտեղ չկա ինչ-որ կոնտեքստներ, ենթատեքստեր, քանի որ մեր համայնքի ներկայացուցիչները ոչ միայն համայնքի, բայց տվյալ դեպքում համայնքի ներկայացուցիչները բավականին սկեպտիկ են միջազգային արվեստագետների եւ ընդհանրապես միջազգային հյուրերի նկատմամբ եւ աշխատանք տարվում է։ Լիլիթ, դուք նույնպես արվեստագետ եք, հետաքրքիր է, այս նախաձեռնությունները մասնակցել եք էլի մի շարք ռեզիդենցիաների, կարծում եմ, դրսում, այս տեսակ նախաձեռնությունները ընդհանրապես ապրելակերպն են զարգացնում մարդու եւ փոխում, թե արվեստը որն է ավելի շատ այստեղ։ Եվ արվեստն է փոխում եւ զարգացումներն են փոխում, այսինքն երբ ես ինքս մասնակցել եմ նախագծերի, օրինակ ես մասնակցել եմ Ֆրանսիայում ռեզիդենցիոն ծրագրի, Նորվեգիայում ռեզիդենցիոն ծրագրի, մասնակցել եմ Գերմանիայում ռեզիդենցիայի եւ նաեւ վերջերս ընտրվեցի կրկին մեծ մրցույթի միջոցով ընտրվեցի Նյու Յորքում կայանալիք արվեստի ռեզիդենցիայի, որտեղ ես իմ առաջարկով էի հանդես եկել եւ որտեղ ես, այսինքն ես դա ազդեց եւ իմ արվեստի վրա, քանի որ այնտեղ դու հանդիպում ես միջազգային այլ արվեստագետների եւ այդ փորձի փոխանակումը տեղի է ունենում, այսինքն դա կրթության ձև է, ոչ ուղղակի, այսինքն ոչ ֆորմալ կրթության ձև է, որի միջոցով դու փաստորեն տեսնում ես, թե ինչ է կատարվում համաշխարհային այդ արվեստային մեյնսթրիմում, անավան Նյու Յորքում, եւ դա ազդում է քո արվեստի վրա, քեզ վրա։ Նյու Յորքում չկար համայնքի հետ ինտերակցիա, բայց ես այդ պրակտիկան այնուհետև օգտագործում եմ Հայաստանի համայնքները, այսինքն այդ շրջանառությունը տեղի է ունենում ինչ-որ կերպով։ Այնտեղի փորձը բերում եք այստեղ, հա։ Այնտեղի փորձը բերում եմ այստեղ, այստեղի փորձը եւ այնտեղի արվեստագետները գալիս են եւ բերում են իրենց փորձը, այսինքն ոչ միայն համայնքի ներկայացուցիչների համար է այդ արվեստային զարգացման ծրագրերը, այլ նաեւ հենց իրենց արվեստագետների եւ ստեղի արվեստագետների։ Մենք փորձում ենք դիալոգի մեջ դնել նաեւ տեղի արվեստագետներին, միջազգային արվեստագետների հետ եւ իմ խնդիրն է նաեւ ստեղծել կապ։ Այսինքն երբ այդ արվեստագետները գալիս են, ես շատ ցանկանում եմ, որպեսզի նրանք ստեղծեն կապ տեղի արվեստագետների հետ եւ տեղի կառույցների հետ համայնքային եւ կոնտակտներ ստեղծել, որոնք հետագայում նաեւ կարող են վերածվել համագործակցության եւ Հայաստանի միջազգային մշակույթի միջազգայնացման, այսինքն այս կոնտակտներ ստեղծելը ինձ համար շատ կարեւոր է նաեւ, որպեսզի կարողանան նրանք, որովհետեւ այդ կազմակերպությունների եւ այդ արվեստագետներից յուրաքանչյուրը ոչ միայն արվեստագետ է, այսինքն այլ նաեւ նրանք համադրողներ են, հետազոտողներ են, ինչ որ նախաձեռնողներ են, բիենալեների, փառատոների եւ տարբեր միջոցառումների կազմակերպիչներ են միևնույն ժամանակ։ Եվ երբ գալիս են ստեղ տեսնում են տաղանդավոր երեխաների համայնքում կամ հետաքրքիր արվեստագետների Հայաստանում, նրանք կապի մեջ են մտնում եւ հետո հրավիրում են իրենց երկրներ։ Օրինակ Պորտուգալիայի արվեստագետը երբ եկավ Թալին 2019-ին, նա ստեղծեց բավականին հետաքրքիր կապեր Թալինում եւ ուրեմն հետո երբ նա վերադարձավ Պորտուգալիա, սիրահարվել էր Թալինին։ Ես չգիտեմ հատկապես ինչ մասով էր սիրահարվել, բայց ինքը հետագայում ստեղծեց այդ կապը եւ նորից պերմանենտ, այսինքն դարձրեց մի կետ Թալինի իր համար եւ հաճախ է այցելում եւ հրավիրում է նաեւ արվեստագետների Պորտուգալիա։ Հիմա մենք աշխատում ենք նաեւ այդ ուղղությամբ, որպեսզի այդ փոխանակումը տեղի ունենա արվեստագետների եւ իսկ այնուամենայնիվ չասած ինչն էր գրավել նրան Թալինում։ Ինձ թվում է հենց այդ
տարբերությունները, այսինքն այն ինչ որ նա չի տեսնում օրինակ Եվրոպայում, նա տեսավ Թալինում։ Մարդկանց այդ ընկերասիրությունը, ջերմությունը, ճարտարապետությունը, մոդեռնիստական կամ բնությունը եւ ամեն տարբեր բաներ, որոնք սենց կոնգլոմերատ դարձավ, այսինքն տարբեր բաների մի կույտ էր, որը նրանց ստիպում էր անընդհատ գալ եւ ուսումնասիրել եւ փաստորեն այդ հետազոտությունը չի ավարտվում իր ինքը։ Նա դեռ ցանկություն ունի շարունակելու։ Ես հիշում եմ մեր նախնական զրույցում մենք խոսում էինք նաեւ կարծրատիպերից, որ դուք ասում էիք, որ այստեղ կարծրատիպերի վերանայման նաեւ խնդիր կա մեր մարզերում, մարզային կյանքում եւ ընդհանրապես մեր հասարակության հանրության շրջանում։ Դա կապված եւ արտաքինի հետ արվեստագետների, այսինքն նրանք տարբեր են, քանի որ գյուղերը մանավանդ մոնոէթնիկ են եւ մարդիկ բոլորը առաջին հայացքից բնականաբար նման են իրար եւ արտաքինի այդ նոր արտաքինով, հետաքրքիր արտաքինով ոչ սովորական նրանց համար արտաքինով արվեստագետը երբ գալիս է եւ քայլում է այդ փոքր քաղաքում, դա արդեն իրենց համար այսինքն հարցադրումներ է առաջացնում։ Լիլիթ, իսկ որպես արվեստագետ այս գործունեությունը ինչ որ իմաստով ձեր արվեստի վրա ազդում է, ինչ որ բան փոխում է ձեր մտածողության, աշխարհընկալման կամ ձեր արվեստում ինչ որ մի բան ավելացնելու իմաստով։ Իհարկե փոխում է, ես հիմա այս ամեն ինչի արդյունքում ունեմ բազմաթիվ գաղափարներ, որոնց համար ինձ ժամանակ է պետք, որպեսզի ես ինքս սկսեմ ստեղծագործել կամ շարունակեմ ստեղծագործել, որի մասին կարող եք հիմա խոսել։ Օրինակ, երբ մենք 2024 թվականին իրականացնում ենք Պարյաներ նախագիծը, դա էլ Այնթափ գյուղում էր, այսինքն Այնթափ գյուղի հետ էր կապը, որտեղ ուսումնասիրում էինք այդ Այնթափի, Մարաշի, Ուրֆայի ասեղնագործությունները, որոնք արվեստագետները Ֆրանսիայից, Սլովենիայից եւ Հունաստանից եկել էին հատուկ Հայաստան ուսումնասիրելու այդ ասեղնագործությունները եւ դրանց հիման վրա ստեղծելու արվեստի գործեր եւ այդ աշխատանքները նրանք հետագայում ստեղծեցին եւ ցուցադրեցին Ֆրանսիայում, Հունաստանում եւ Սլովենիայում իրենց փառատոնների ժամանակ, որտեղ փաստորեն կար հայկական ասեղնագործության նմուշներ եւ օրինակներ ներկայացված Եվ այդ ցուցահանդեսը երբ ես համադրում էի, այդ պրոյեկտը ընդհանրապես հետազոտական պրոյեկտ էր 2 տարի տևողությամբ, այդ ժամանակ ես ինքս, քանի որ ես ինքս ստեղծագործում եմ եւ ունեմ նաեւ կապ այդ ասեղնագործության եւ ժանյակագործության հետ, ես ունեի մի շարք մտքեր եւ մի շարք գաղափարներ արվեստային, որոնք պետք է հիմա սպասում են դարակում, որպեսզի դրանք կյանքի կոչվեն, այսինքն դա կլինի ցուցահանդեսի, դա կլինի այդ պրոյեկտի մաս, բայց արդեն պրոյեկտից հետո ես կիրականացնեմ այդ նախագծերը եւ կներկայացնեմ մշակութային այդ ժառանգությունը, բայց արդեն նաեւ բիոարտի այդ համադրմամբ եւ իմ մյուս ուղղությունների, որոնցով աշխատում։ Իսկ ընդհանրապես ինչ կերպ կարելի է անցյալում ստեղծված այդ մշակույթը թարմացնել, նորացնել, նոր լեզվով մատուցել, չէ, արվեստի։ Կան ճանապարհներ։ Դա կախված է, այսինքն յուրաքանչյուր արվեստագետի մեդիաների, տեխնիկաների եւ հմտությունների հետ, այսինքն ով ինչպես տեսնում է դրա վերափոխումը եւ տրանսֆորմացիան։ Օրինակ դուք ինչպես եք տեսնում։ Ես տեսնում եմ դա արվեստի ինստալյացիաների միջոցով բիոարտի հետ համադրությամբ, երբ մշակույթի այդ ժառանգությունը թվում է թե այլևս երբեմն մեռած է, չկա, այո։ Տվյալ դեպքում բուսականության միջամտությամբ պետք է կենթանություն ստանա։ Եվ ես ունեմ ցանկություն հիմա հենց Օազիսում Թալինի ներկայացնել այդ նախագիծը, այսինքն Պարյաներ 2 նախագիծ միգուցե լինի շուտով, որը կլինի իմ անհատական ցուցահանդեսը եւ այդտեղ ես կցուցադրեմ այդ աշխատանքները, ձեզ կհրավիրեմ սիրով, որպեսզի տեսնեք աշխատանքները։ Անպայման կգանք։ Լիլիթ, եւ փորձենք ամփոփել հիմա այս պահին ինչ փուլում է գտնվում ձեր այսպես գործունեությունը, որովհետեւ այնքան բազմազան բաներից խոսեցիք, ինքս էլ արդեն շփոթեցի, թե որն է անցյալում եղել, որն է այսօր շարունակվում։
Այսօր մենք իրականացնում ենք ուրեմն Ստեփանավանի նախագիծը եւ սպասում ենք մեր միջազգային հյուրերին եւ Թալինի Օազիս կենտրոնը, որը բացի այդ միջազգային ցանցի արվեստագետներին հյուրընկալելուց նաեւ աշխատում է շատ ուղիղ կերպով համայնքի հետ եւ մենք այնտեղ իրականացնում ենք աշխատարաններ լոկալ համայնքի ներկայացուցիչների հետ եւ նաեւ փորձում ենք գտնել եւ ներկայացնել Թալինում եւ հարակից գյուղերում ապրող եւ ստեղծագործող արվեստագետներին, որոնք գտնվում են փաստորեն пассив վիճակում եւ ուշադրության կարիք ունեն եւ մենք հիմա հայտարարում ենք բաց կանչ նորից, որպեսզի ցուցադրենք թալինցիների եւ Արագածոտնի մարզի արվեստագետներին մեր օազիսում, ինչպես նաեւ իսկ մեր արվեստագետները հետաքրքրված են այդ այո դիմողներ կան եւ հետաքրքրված են եւ նրանք նույնպես ցանկանում են մասնակցել եւ նրանց հետ նույնպես աշխատում ենք եւ հիմա նաեւ աշխատում ենք մեկ այլ նախագծի վրա որտեղ որը նոր է սկսվել ես ուղղակի հակիրճ կասեմ ինչի մասին է դա Հայաստանը մեծ ուրախությամբ վերջերս միացել է գրական թարգմանությունների ծրագրին, այսինքն օֆիցիալ կերպով է միացել եւ Հայաստանը հնարավորություն ունի լինել գործընկեր եւ թարգմանել հայ գրականության ներկայացուցիչների մենք գրականության մասին մոռացանք անդրադառնալ արվեստի վրա էր ամբողջ մեր ուշադրությունը Եվ մենք հիմա 5 գրքեր Հայաստանից հայ գրողների պետք է թարգմանենք շվեդերեն, չեխերեն Հրանտ Մաթևոսյանի Երկրի ջիղը գիրքը թարգմանվելու է չեխերեն Մալվեռն հրատարակչության օգնությամբ, որը գտնվում է Չեխիայում, ինչպես նաև Համբարձումյանի կորեական դելիկատեսն է թարգմանվելու չեխերեն եւ Հեղինակների նույնպես դուք եք ընտրում։ Հեղինակներին ընտրել եմ ես եւ ինչպես նաեւ համատեղ այդ չեխական եւ շվեդական հրատարակչությունների հետ Եվ Եղիշե Չարենցի բանաստեղծությունների ժողովածուն է թարգմանվելու չեխերեն, ինչպես նաև Աշխեն Բախչինյանի երեխաները եւ կենթանիները եւ ես եւ շվեդ գրող Լինդա Էդգարսոնի գիրքը շվեդերենից թարգմանվելու է հայերեն եւ արդեն թարգմանիչների հետ պայմանագրերը կնքված է եւ նրանք աշխատում են երբ կվերջացնենք մենք կներկայացնենք արդեն երբ կվերջացնեն դա 2 տարի տևողությամբ նախագիծ է եւ այնտեղ շնորհանդես կանցկացվում շնորհանդես եւ Չեխիայում եւ Շվեդիայում եւ նաեւ Հայաստանում որ գրքերը որ թարգմանվում են շվեդերենից հայերեն Աստորան այդ գրքերն էլ կներկայացվի Հայաստանում։ Շատ լավ Լիլիթ, թերևս այսքան է շնորհակալություն զրույցի համար։ Սիրելի ռադիո լսողներ, դուք լսում եք Վերնատուն հաղորդումը եւ դիտում եք նաեւ Վերնատուն հաղորդումը, իսկ իմ հյուրն այսօր հետաքրքիր արվեստագետ, համադրող, արտ մենեջեր Լիլիթ Ստեփանյանն էր, զրույցը վարեց Նազելի Օհանյանը։